Գործազրկության հիմնական պատճառներից է նաև գյուղատնտեսության բացակայությունը, սահմանամերձ գյուղերում վիճակն ավելի սուր է, որովհետև մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, հետևանքն էլ գյուղը լքելն է։ Շատ են դեպքերը, երբ գյուղացիների կենդանիները հայտնվում են թշնամու տարածքում, մասնագետներն էլ ասում են, պետությունն այդ հարցում անգործություն է ցուցաբերում։ 18 թվականից մինչև այսօր ըստ էության բավականաչափ արդեն 7 տարի ասված է բազմաթիվ բաներ, բայց ոչինչ արված չէ։ 252,000 նոր աշխատատեղ է խոստացել Նիկոլ Փաշինյանը մինչև 2031 թվականը, խոստումը տնտեսագետի մոտ ծիծաղ է առաջացնում։ 3 առաջ օրվա մոլորություն ասեմ, հիմարություն ասեմ, թյուրիմացություն ասեմ, դրան անդրադառնանք, երբ որ պնդում որ պետական ապարատի աշխատողների աշխատավարձը 1 ամիս չտան, թոշակառուները բաժանդերքում 1400 դրամ ընդհանուր հավելաճ կլինի։ Մարդը հասարակ կալկուլյատորով կատարվող գործողություններ չի դիապետում, բայց ստում է։ Որ մոտ ապագայում Հայաստանում գործազրկության մակարդակը կնվազի, հույս չունեն մասնագետները, բայց հույս ունեն, որ դա կանխել չկարողացող իշխանություն այլևս չի լինի։